Մենք ասել ենք, որ արժևորելով Հայաստան խմբակցության գործունեությունը, նպատակ ունենք պահպանելու եւ այդ ուղղությամբ բանակցություններ, քննարկումներ են տեղի ունենում, հենց պահին որևէ խնդիր դժվարություն չկա, ըստ ժամանակի այդ մասին մենք կհայտարենք։ Նաեւ խոսել ենք, որպեսզի շատ պարզ պատճառով դրան էլ ենք շատ մանրամասն անդրադարձել, որովհետեւ մենք գնահատում ենք, որ նախ խնդիր չունենք Շեմը հաղթարելու առանձին մասնակցելու դեպքում։ Մենք այն ուժերի թվին չենք պատկանում, որ չենք կարող Շեմը հաղթարել, բայց մենք ունենք ոչ թե խորհրդարան անցնելու 4, 5, 6 կամ նույնիսկ 10 падգամավոր ունենալու խնդիր, այլ մենք խնդիր ունենք ընդդիմադիր դաշտում ստեղծել խոշոր բլոկներ, ովքեր իրենց ուժերը կմեկտեղեն, հնարավորությունները ավելի լավ արդյունք կգրանցեն եւ կարողանանք այս չարիքի իշխանությունից ազատվել։ Այս նպատակից ելնելով, այո, մենք մեր օրինակով ցույց ենք տվել եւ գտնում ենք, որ քաղաքական դաշտի մյուս ուժերը եւս պետքա գնան խոշոր բլոկներ ստեղծելու, միավորելու ճանապարհը, որտեղ ակնհայտ է կան ընդդիմադիր բավականին լավ ուժեր, թարմ, իրենց գաղափարներով, իրենց թիմերով, բայց ակնհայտ է, որ իրենք Շեմը հաղթարելու դժվարություն ունեն։ Հիմա ինչ կարիք կա գնալ այդ քվեները փոշիացնել։ Մենք առաջարկում ենք, քննարկում ենք, խոսում ենք, որ կամ այդ ուժերը միավորվեն միմյանց հետ, կամ խոշոր բլոկներում, որպեսզի կարողանանք ընդհանրապես մեր խնդիրը լուծենք։ Որևէ ընդդիմադիր ուժ, եթե գնա ընտրության, հավաքի 49%, ունենա ամենաշատ ընդդիմադիր падգամավորները, բայց ընդհանուր ընդդիմությունը չհաջողի, այսինքն այս իշխանությունը շարունակի մնալ, դա մենք կգնահատենք խորը ձախողում։ Հետևաբար ճիշտ ենք համարում, հաշվի առնելով երկրի առջև կանգնած մարտահրավերները, ամբողջ խնդիրները, իրոք միավորել ուժերը եւ հասնել հաջողության։